Համաձայն եք, որ այսօրվա իրավիճակում նոյեմբերի 9-ի հայտարարությունը երազանքի փաստաթուղթ է։ Դե հա իհարկե համեմատության մեջ այո։ Համեմատության մեջ այո։ Այ ժամանակ չունեմ շատ։ Ես վստահ ոչինչ չեմ կարած։ Հնարավոր է ճիշտ է, հնարավոր է սխալ է։ Հաստատ չեմ կարած։ Չեմ կարա բան ասեմ, նոյեմբերի 9-ին միջև այդ Պուտինը ասում էր, բերեք պատերազմը դադարեցնեն, մեր մորուքավորը ամենահզոր մարդն էր իրան համարում։ Իսկ եթե համեմատում ենք այսօրվա իրավիճակում, դա երազանքի փաստաթուղթ է։ Երազանքի փաստաթուղթը ինքն է իրականոչը։ Համաձայն եմ։ Ինչ է։ Գիտեք, չեմ կարող, դա իմ ներքին ձայնն է, ես համաձայն եմ, այո։ Դա ոչ ռեալ բան է։ Ռուսաստանը մեջնա պետք չի։ Միանշանակ, Ազիզ ջան։ Ռուսաստանը մեզ այսօր է գցեց կյանքս։ Ես օրինակ ընդեղ եմ ճիշտ մեծացել բան եղել, բայց ինքը հայերի հանդեպ լավ բան չարեց։ Պետք է չաներ։ Մանավանդ Ղարաբաղը, տեսակ ինչ արեց։ Մտավ որպես խաղապահ, բայց վերջում ինչ արեց։ Խեղճ ժողովրդին սոված պահին, իրանց աչքի դեմը փագին։ Էլ դրանից հետո ինչ։ Իրանք են իսկի ռուսները խոսում, որ լավ բան չարեց։ Հայաստանը միշտ Ռուսաստանի կողքին ա եղել, երբեք չի դավաճանել իրան։ Բայց տես ինչ արեցին։ Դավաճանեցին են էլ ինչ տեսակ։ Համ Ղարաբաղցիներին գցեցին քուչեքը, համ էս սենց եղավ։ Ով արեց, ռուսը արեց։ Միանշանակ, էտով կարա հերքի, որ ինքը չի։ Ինքն էր, ավելի լավ էր չմտներ, էտ էլ չլներ։ Հիմա ինչ, համ ժողովուրդը դիվադադար արին, իրանց տաների ձրգեցին։ Ինչ ասեմ, միանշանակ ունեք չէ, որ միշտ սիրել եմ, բայց իրան դետ արարքը էտի ներելի չէ, ինչքան մարդ սովից սովամահ էին անում, բայց խղճի բան է, էտի մարդը ինչ տեսակ պետի մարդ հլնի, որ էտի թույլ տա, չէին կարում, պաշտպանեին խեղճերին, կարում էին, բայց իրանց էտի ձեռ չէր տալի, ինքը ուզում էր ուղղակի Ղարաբաղն էլ տա, Հայաստանն էլ տա պրծնի, մենակ թե ինքը իրան լավ լնի։ Վրաստան էլ նույն խիպիշը գցում, բայց վրացիներին մի քիչ դժվար է շատ, հայերի նման չեն, որ բան անեն։ Միանշանակ ոչ։ Երազանքի, այո, երազանքի է։ Ինչու եք այդպես կարծում։ Ինչու եմ այդպես կարծում, բոլոր բաներն են կեղծ, մենակ այդ մի բանը չի։ Ամեն անգամ մարդը պետք է ամոթ ունենա։ Մենք ամոթից ենք զրկված։ Ազնվությունից է, բարոյականությունից է, մենք այդ տեսակ ազգ ենք դարձած, և ինչ, մեկ մյուսից գողանալով, մեկ մյուսին թանվարնելով, լիցքավորում ես կադարեմ տրանսպորտի 3000 դրամը, ասում ես ժամկետ անցել է, ժամկետը շապատ վերցնում ես, ես օրվա դրությամբ չունեմ փող լիցքավորված քարտի մեջը, դրանից մեծ ամոթ էլ ինչ կա, գողանում են, թալանում են, սրիգայություն, մարտասպանջը, դրա վրեն պա 3 մարդու կագնեցն են սպանել, դե ինչ դադավջիր է, ամոթ չունեցող ազգ ենք մենք, դրա համար պետք է բռնեք ռստի ձեռքը, համբյուրեք ոտքը և ստեսություն ասեք իրանցի մոտ։ Հա, չէ իհարկե ոչ, էտի հանձնել չրջանս, էտի ուղղակի չգիտեմ խեղկատակություն էր, մի հատ խելոք մնա Կովկաս, ես դրան համաձայն չեմ, մենք այդ պատերազմը չենք պարտվել, մենք այդ պատերազմը ուղղակի որոշ անձանց կողմից նվիրվել է այդ երկրին, դա մենք չենք պարտվել, ես չեմ համարում, մեր են 10,000, 5,000, 10,000 երեխաները, որ զոհվեցին, նրանք չէին կարող կռվել, նրանք լավ էլ կռվում էին, ուղղակի ինչ-ինչ պատճառներով ուղղակի նվիրեցին Արցախը ամոթ իրանց, չգիտեմ։ Իսկ համաձայն եք, որ այդ փաստաթուղթը ներկայիս իրավիճակում երազանքի փաստաթուղթ է։ Իհարկե ոչ, դա երազանք չի, դա ուղղակի խայտառակություն է, դա երազանք չի, դա խայտառակություն է, դա մեր ազգի խայտառակությունն է։
Почему сказал? Просто չեմ կարում պատկերացնեմ, էլի ոնց կարելի է մի ամբողջ ազգի այսքան էժանացնել մի քանի հոգի։ Չեմ կարում պատկերացնեմ այդ, էլի մենք որ կռվող ազգ ամբողջ աշխարհով մեկ հայտնի ենք, մեր հերունի գնաց ծեծ կտա, Մարի Միքայել, տան մի կողքս։ Են էլ Արցախը, որ տվել է 4 մարշալ, 4-ն էլ Ղարաբաղից են, ոչ մեկն էլ ուրիշ երկրից չի։ Ոնց կարող է այդ երկիրը չկարողանար կռվել իր երկիրը պահել։ Ամոթ են մարկանց, ովքեր ծախեցին մեր երկիրը, հազար ամոթ, ուրիշ բան չունեմ ասելու։ Հապատերազմ որ կանոնացնում են, դա շատ լավ է, բայց ինձ կներեք, ես իմ անձնական կարծիքն եմ ասում, Ադրբեջանը երբեք ընկեր չի լինի, դա ապացուցվել է հարյուրավոր տարիների ընթացքում Ադրբեջանը գոյություն չունի 100 տարի, ես նկատի ունեմ թուրքերին, մուսուլմաններին, երբեք հայ ազգը հույսը չպետք է դնի մուսուլմաններին, չհավատակ նրանց ոչ մի բառի, մուսուլմանները լավ բառ ունեն, ասում են այն ձեռը, որը չես կարող կտրես, պաչի դի ճակատիդ, միջև դու կհզորանաս կտրես այդ ձեռը, ադրբեջանցիները տենց են չարժում, ձեզ ապացույց Պուտինի ու Ալիևի հարաբերությունները, չհավատակ երբեք, ու տենց դաղում են, չստորագրեք, չընդունեք, Ադրբեջանի հետ ոչ մի գործարք չպետք է ունենալ, ընդհանրապես ոչ մի գործարք, նրանց ձեռը որ չար լինի, հենց այսօր կուլ կտան Հայաստանը, ես Պուտինին տանել չեմ կարող տանել, որպես մարդ չգիտեմ ինքը ինչ ձևի մարդ է, բայց քաղաքական գործիչ ինքը նման է բոլորի նման, բայց մենք պետք է շնորհակալ լինենք Պուտինին, որ այսօրվա օրին ու Իրանին, որ այսօրվա օրին Հայաստանը մնաց, չկարողացան վերացնել Հայաստան։ Միայն այդքան։ Իսկ այդ փաստաթուղթ ընդունել ոչ մի անգամ չի կարելի։ Ռուսաստանի հետ պետք է գնանք, ուրիշ երկ չունենք։ Հույսները չդնենք, որ Եվրոպան դες կողնի, չի օգնի ոչ մի հարցում։ Ոչ մի հարցում։ Հավատացեք ինձ, ես գիտեմ անձնական փորձից, ես ընդդեղից եմ գալի, ընդդեղ քաղաքական գործիչների հետ խոսալու եւ ամեն ինչով։ Միակ հույսը ցավալի է, բայց դա է Ռուսաստանն է։ Ու ձեր ներքին հարաբերությունները ժողովրդի։ Իսկ կներեք, ես էլ եմ հայ, բայց ես ցանկանում եմ մի բան, որ հայերը մարդ դառնան մեծատառու ու իրար հետ համախմբված լինեն։ Ոչ թե մեկը մեկի տակը քանդի, մեկը մեկի նախանձի։ Երբեք ոչ մի լավ բանի չեք հասնի։ Ինչ ասեմ։ Մնացածում ես ցանկանում եմ որ խաղաղություն չգտնի։ Ես ոչ մի բանի հետ այսօրվա համաձայն չեմ, ոչ մի բանի հետ։ Ոնց կարելի է։ Հետո ես զարմանում եմ, գալիս հարցեր են տալ։ Այ մոտ վերցրեք դրա առաջի խոսքերը, հետո տեսեք, հետո տարեք ստուգման բժշկական։ Եթե նորմալ է, այն վաղ դատեք, որտեղ սենց չի լինի, մի բան ասում, մի բան անում, փոքր երեխաներ չենք։ А в остальном все хорошо, прекрасная маркиза.